Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ։ Առավոտյան ժամը 10-ին Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հոգևոր արարողություն եւ ծաղիկների խոնարհում։ Երեկոյան ժամը 5:30-ին Արդարության պահանջ համայնքային հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց եւ ժամը 7-ին դիտեք Armenian Genocide Committee-ի հատուկ թողարկումը։ Բարև ձեզ, սիրելի հայրենագիտներ, անգամ մի ևս կողջունեմ ձեզ AMG-ի հեռուստաընկերության հիմնակար հաղորդաշարով։ Պետք է անկեղծ ասեմ, որ նոր հասա Սակրամենտոյեն Լոս Անջելես եւ ամիջապես շտաբեցի AMG-ի հեռուստակայան, որովհետեւ ձեզ հետ միասին գիսեմ շատ կարևոր այս լուրերը։ Ուրեմն այսօր մեր շրջանի սենատոր Պերես, որ այս նոր ընտրություններով Անտոնի Պորտանտինոյին տեղը նստած էր, մի շատ ազնիվ տիկին մնե, երիտասարդ տիկին մնե, եւ նոր նստավ, այսինքն հունվարեն ի վեր եւ հավասիկ երրորդ ամիսն է, որ ներկայացուց Կալիֆոռնիա օրենսդիր մարմնի սենատին այս կարևոր resolution, որ գսե այս եւ որու հետ միասին սենատոր Պերեսն է ներկայացրել եւ bipartisan, այսինքն ոչ թե միայն դեմոկրատներն են, այլ նաև ռեպուբլիկաններն ու դեմոկրատները միասին, այսինքն սենատոր Ալեն, Բլեքսպիր, Կաբալադոն, Օչոա Բոգ, Ռիչարդսոն, սենատոր Ռուբիո, Սմոլվուդ, Քուևաս, այս սենատորները միասին պատրաստեցին մի հայտարարություն, որ շատ կարևոր էր սիրելիներ, եւ այսօր երրորդ կարդացված ընթացքին ընդունվեցավ բացարձակ մեծամասնությամբ 36 սենատորներու մեջ 36 այո եւ 0 թեմ քվեարկությամբ ընդունվեցավ այս հայտարարությունը։ Պարզ բացատրեմ ցեզի թե ինչի մասին կխոսիմ ես։ Այո, ապրիլ 24 է, այո, ինչպես մեր ծրագրի սկիզբը ցույց տվավ մեզի, որ ինչպիսի ծրագիրներ կան, այսօր երեկոյան, երբ ես դեռ օդի մեջ էի, ուրեմն Գլենդել քաղաքի Ալեքս Թադերասրահին մեջ Գլենդել քաղաքապետարանի խորհրդի հովանավորությամբ շատ գեղեցիկ հավուր բաճաշրջի ծրագիր եղավ եւ Ալեքս թատրոնը Պերնեպերան լեցուներ։ Ապրին մեր Գլենդելի ժողովուրդը, Պասադինայի ժողովուրդը, Բրբանկի ժողովուրդը, ես պիտի ասեմ ապրին մեր հայ ժողովուրդը։ Եվ այսպեսով է, որ մենք ցույց պիտի տանք, որ մենք մեր ազգի պատմությունը գիտենք եւ ազգի բանջարդիրության գողքին ենք։ Եվ հաջորդիվ ուրեմն ապրիլ 23 գեսորին ժամը 11:30-12-ի ադենները Մեսրոբյան դպրոցի աշակերտները եւ նաեւ ազգային դպրոցականները քալելով Մոնտեբելոյի Սուրբ Խաչ եկեղեցիեն պիտի կան որպես հայ աշակերտներ, որպես ուխտավորներ դեպի Մոնտեբելոյի եղերնի հուշարձանին եւ այնտեղ հավուր բաճաշրջի քեղեցիկ ծրագիր պիտի ելա եւ հոն ծաղիկ պիտի զետեղեն։ Սա ապրիլ 23-ին է, սիրելիներ։ Աշխատանքային օր է, չեմ
ստիբեր, որ դուք ներկա գտնվիք։ Բայց կհրահանգեմ, որ ապրիլ 23-ի երեկոյան այլևս ինչպես անգլերեն ասեն, there is no excuse Burbank-ի առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյանց մայր դաջարին մեջ բիդի ներկա գտնվին մեծի դադն գիլիգիո սրբազան Էջմիածնի թեմի առաջնորդ հայ գաթողիկե համայնքի առաջնորդ ինչպես նաև ավետարանական համայնքի առաջնորդ պիտի այնտեղ հավաքվին եւ պիտի այնտեղ հավուր բաճաշի պատարակ եւ քեղեցիկ արարողությունը լա նվիրված մեր 1.5 միլիոն նահատակ սուրբերուն եւ անշուշտ միևնույն ժամանակ պիտի հիշվի Արցախյան բادرազմի 3 բادرազմներու մեջ հերոսապար իրենց արյունը նվիրած հայ արյուծ զինվորներուն հիշադակը պիտի այդտեղ անդրադառնանք ապրիլ 24-ին արդուավոտ շուտ ժամը 10-ին այնտեղ եղեք որովհետև պիտի սկսի ծրագիր նորեն Մոնտեբելոյի հայ եղերնի հուշարձանի մոտ այնտեղ պիտի լա արարողություն եւ շատ կարճ երկար պիտի չլա եւ հետո 12-ին թրքական տեսփանադան արչեւ պիտի լա ցույց եւ 24-ին շատ կարևոր են այս թվականները խնդրեմ բայեցեք ձեր միտքը իհարկե նորեն պիտի ցույց տրվի այդ նախապանի մեջ հիշված այդ ավիշը նաև պիտի վերջավորությանան տնենք so անպայման կխնդրեմ եւ նաև ամսուն 27-ին արավոտյան ժամի 9-ը սկսյալ Գլենդելի մեջ Գլենդել Avenue եւ Acacia հայ նազովրեցիների եկեղեցվո մեջ եւ շրջապագը այնտեղ պիտի արյան donation blood donation պիտի լա արյան նվիրում պիտի լա եւ անպայման եկեք մասնակցեցեք ով որ գտնա տեսեք չեմ բանջեր այն բաները որ ծեր առողջության հետ կապված է չեմ բանջեր այն բաները որոնք ծեր արորիա կրբանի հետ կապված է բայց ոչ թե միայն կբանջեմ այլ կհրահանգեմ որ ապրիլ 24-ին գեսորին այսինքն ժամը 10-ին Մոնտեբելոյլակ 12-ին Քայլարշավելա եւ երեկոյան ժամը 5:30-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի շենքի հարագից Parcher Plaza-ի մեջ այնտեղ պիտի հավուր բաճաշի շատ քեղեցիկ ծրագիրը ներկայացվի համայն միացյալ բոլոր հայ գուսակցություն, հայ մշակույթ, ինչ որ միություն կա, այնտեղ պիտի լան բոլորը սիրելիներ։ Եվ կհրահանգեմ, որ այդ օրը բայթեցնեք, լեցնեք, բայթեցնեք սխալ չհասկանաք, ձեր ներկայությամբ այնքան լեցվի շենքը եւ հարագից բոլոր շինարարությունները, որ փողոցները այլևս չկարողանան մարդիկ անցնեն, այլ հարցնեն ինչ կա, ինչ կլա եւ մենք պատասխանենք, որ մենք 110 տարի հետո չենք մոռացած մեր նահատակ սուրբերը։ Հիմա Ադոր համար էր որ ես Սակրամենտոյ էի եւ Սակրամենտոյեն եկանք, որովհետեւ այստեղ միջանկյալ բամը ասեմ եթե ուզեք սիրով ցեզի կղերգեմ նամակը թուրք հյուբադոսին որ
գնեղացնե եւ pressure գփանեցնե Կալիֆոռնիա օրենստիր մարմնի անդամներուն ասելով որ դուք Կալիֆոռնիայի հարցերով սպաղեցեք ինչ կորձունիկ Ադրբեջանի հետ հոն ներքին հարցեր գա նախագահը գլուծե այո նախագահը հանցինս բարոն ինչ ասեմ չեմ ուզեր սխալ բարերս էլ բայց ասեմ այնտեղի նախագահը ինքը ոչ օրենքը կբահե բادرազմի մեջ թաթարելու մեկ զարնե միջև որ մենք գժվենք ու մենք հարցակվենք այս անգամ ինքը կգարձե որ 44 օրյա բادرազմը հաղթելով կարծես բեզի պիտի ծնգի տնե կացեք բարոն Ալիևին ասեք մենք իրեն նման շատ ու շատ մարդիկ տեսած ենք սկզբեն անունները բեչունիմ տալու Ջենգիզ Խանից, Լենգ Թիմուրից, մինչև Հայդար Ալիևը իր պապան եւ հիմա ինքը կգարձե թե ինքը ուժեղ է, որովհետեւ հորեղբայր ունի շունշամվորտի Էրդողանը, որ կգարձե թե սուլտան է աշխարհին եւ քիթը ամեն դեր գխոթե։ Ճիշտ է ինքը Էրդողանը խոշոր քիթ ունի, բայց օրմը այդ քիթը մենք հայերս պիտի կեդին կսենք։ Ադի ուրիշ ծրագիրի նյութ է։ Ես նյութեն չեմ ուզել շեղել սիրելիներ։ Եվ այդ նամակին պատասխան այսօր Senate Resolution 33 եւ bipartisan երկու գուսակցություն իշխող գուսակցություններու համակորձակցությամբ հայդարարակիրը հաստատվեցավ, ստորագրվեցավ, ասելու համար վերեն վար եղերն genocide եւ թուրքը մինչեւ այսօր մեր հայերը ինչպես Արցախի հարցով տեղանվածները թեր հաշիվները պետք է նոր մակրվի ճիշտ ծավալ պետք է բանջարություն լա եւ պատասխան դա Ադրբեջանի նախագահ այսօրվա ամբողջ միտքին որ մենք այնտեղ ներկա եղանք եւ տեսեք սիրելիներ ընդրված ուրեմն ինչպես ասեմ assembly կնը ներկայացուցիչներու օրենստիր մարմնի ներկայացուցիչներու եւ ասոնք ամբողջ Կալիֆոռնիա մասին է խոսքը եւ սենատորները միասնապար գազմեցին հայկական caucus հայկական այդ միությունը եւ ադոնք են որոնք նաեւ Ջան Կարապետյանն է սենատոր Պերեսն է եւ այլն շատ քեղեցիկ ծրագիր էր հուզիչ եւ հոգեբարար էր այսօր արավոտյան ժամը 1:30 այսինքն վերբ կսեմ այսօր նկատի ունիմ որ Զադիկ գիրագի էր ամսու 20-ին 21-ին մեր հայ առաքելական օրենքով 5 դաղավար դոներուն ամիջապես հետո մերելոց է եւ մերելոց որպես մենք նաեւ ականադեսի եղանք Ռոմի Սուրբ Պետրոսի աթորի թադարգությունը հանցինս Պոպի Ֆրանգիսկոս Պոպի որ իր աչքերը փակեց իր մահկանացուն գնքեց եւ ջամփորդեց դեպի անտենական հոր քիրկը Ինչու համար ես ուզեցի այսօր անպայման այս վերջին քոնե 15 րոպեները անդրադառնալ այս երևույթի մասին Եվ ինչու գուզեմ ասել, որ արդյոք Վատիկանը թավաճանած է մեզի։ Դեսեք սիրելիներ։ Չլանք քրդի շունի քրդինքը
մորացող, այդպես մի հատ խոսք կա, որ Հայաստան ինչքան ժամանակ եղավ, դեռ չսովորեցի ես այդ խոսակցությունը, մի խոսքով անշնորհակալ չլանք։ Եվ զգացական չմտածենք, այլ բանականությամբ շարժվենք։ Ինչու գսեմ այս ամենը։ Եվ երբ որ այսօր առավոտ Մերելոցի մասին գրեցի, եւ նաեւ հիշեցի Ֆրանգիսկոս Պապի մահը, ցավակցեցա կաթողիկե մեր համայնքին, ինչպես նաեւ ամբողջ կաթոլիկ աշխարհին, մարդիկ եղան, որոնք կներեք իմ բացահայտությանս, առանց մտածելու, առանց զգացական Ելանեսին մենք չենք ցավակցիր, ինքը Թավաջան է, Ալիևի հետ կաշխատի եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենը, գիտեք որտեղ են հարաճացավ, այս վերջերս, հենց վերջերս համացանցներում մեջ դարածված այն լուրերուն, որոնք Ռոմի մեջ Լևոնյան այդ հեղինակավոր աստվածաբանության, փիլիսոփայության գաճարին մեջ ուսումնասիրվեցավ, սիմպոզիում եղավ անոր մասին, որ այսօր Ադրբեջանին մեջ քրիստոնեության ծաղկում կա եւ Ադրբեջանի կառավարությունը գոքնե քրիստոնյաներուն, որբեսի իրենք կարողանան կոյադեվել։ Եվ մեր հայերը, եւ իմ մոտիկ ընկերները, how dare you ամոթ ցեզի չեք տեսած Արցախի մեջ ինչ կլնա եւ այլն։ Ճիշտ եք, շատ ճիշտ եք։ Երբ որ դուփին մեջ մտածեք, այսպես ճիշտ եք։ Բայց պիտի խնդրեմ, որ հիմա իմ հետ այս դուփեն դուրս ելենք եւ ցեզի քայլ առ քայլ բացատրեմ, թե ինչ է կատարվում։ Pater Jorge Bergoglio, որ ինքը իդալացի ծնողները Արգենտինայի մեջ ծնած առաջին փոփն է, բաբն է, սրբազան քահանայապետ, ինչ կուզեք ասեք, որ հարավային Ամերիկայեն եկավ եւ դարձավ կաթոլիկ աշխարհի 1.2 բիլիոն ժողովրդի ղեկավարը։ Okay? Հիմա եկեք տեսեք, թե այս մարդը ով էր։ Ինքը Արգենտինայի մեջ Pater Jorgen, երբ որ դարձավ եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու հետո կարդինալ, ինքը շատ մոտ էր ու մոտ է հայերուն եւ շատ կսիրե հայերը։ Ավասիկ, ես ցեզի հիմա պիտի փաստերով խոսիմ։ Եթե կուզեք հավատալ, չեք ուզեր հավատալ, ծրագիրը կոչեցեք եւ ուրիշ տեղ կացեք։ Որովհետեւ ես կուզեմ ցեզի բացատրել, թե ինչ կկատարվի այստեղ։ Արգենտինացին հայուհիբը, որ նշանավոր անուն ունի Արգենտինայի մեջ, որպես լրագրող, անունն է Էվանգելինա Հիմիթյան, որ ինքը հայ բադվելիիմը, հայ ավետարանական բադվելիիմը աղջիկն է եւ շատ նշանավոր բան է, ժուրնալիստ է եւ այդ ժուրնալիստը ասեմ, որ Հրայր Հիմիթյանին աղջիկն է եւ կարդինալ Հորխե Բերգոգլիայի հետ միասին շատ տարբեր հոդվածներ գրել է հայերու նպաստ, որովհետեւ Pater Jorgen Փոփ Ֆրանցիսը ինքը կսիրեր հայերը եւ որ իրեն խաչկար գնվիրեն
այնքան գուհուզվի եւ գսե ես երբ որ մեռնիմ կուզեմ որ այս խաչքարը իմ դաբանակարս լա հիմա որ բադիկան վախճանեց եթե պիտի այդ քարը դաբանակար հողերգեն չեմ գիտեր բայց եթե ինքը փոփ չլար եւ վախճաներ Արգենտինայի մեջ հավատացեք որ Կորդոբայի իր քերեզմանի այսպես ասած քերեզմանակարը լար այդ քեղեցիկ հայուց ցերկով պատրաստված հայ խաչքարը վերաթարնալով մեր հայ աղջկան Էվանգելինային ինքը Media Max այս օրենք բանը լրատվամիջոցներու հիմնադիր շատ նշանավոր եւ ամբողջ Buenos Aires եւ Արգենտինան կճանչնա զինք որպես հայուհի եւ ինքը մոդեն ուսումնասիրել նույնիսկ հետը սրբազան կանաբեդիներ կամ փոփիներ Պոպ Ֆրանսիսին եկավ Հայաստան եւ այդ քեղեցիկ ծրագիրները միասին գցան հաղորդել ոչ թե միայն Արգենտինա այլ նաեւ ամբողջ աշխարհին հիմա այստեղ նաեւ պետք է ասել որ կուսեմ մեջբերումը անել անպայման մեջբերումը անել մեր շատ սիրելի arciepiskopos Kisak arciepiskopos Muradianin որ ինքը շատ մոդիկ էր Ֆրանցիսկո Փոփի հետ եւ Kisak arciepiskoposը եւ այդ խաչքարի նվիրման հետ ինքը մեծ ներդրում կատարած է այնտեղ իր աշխատանքով 2015-ի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր տաճարին մեջ հրավիրեց երկու վեհապարները Մեջիդան Գիլիգիո Արամարաչինը եւ Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին երկրորդը եւ ինչպես նաեւ Թարմունին նախքին հայ կաթողիկե բادرիար կաթողիկոսը անոնց ներկայության ինքը բادرակեց եւ ամբողջ 1.2 բիլիոն կաթողիկներուն կամ ինչպես դուք կուզեք լսել կաթոլիկներուն հիշեցուց որ 1915 թվականին թուրքերը չսավ օթոման գայսրությունը այլսավ թուրքերը չարթեցին մեր քրիստոնյա եղբայր քույրերը չեք հիշեր մտեք YouTube եւ 1915-2015 St. Peter's Basilica եւ այնտեղ կտեսնեք ամբողջ բادرակը որ նաեւ բادرակի երկեցողությունը հայերեն էր Եթե այս մարդը հայաբյաց մեկներ եթե այս մարդը որ այսօր արավոտ իր հոգին ավանդեց այսօր արդու կանուխ Ռոմի մեջ ժամը 1:00 աչքերը փակեց այս աշխարհի վրա եթե իրապես հայաբյաց էր հայ անդեսված էր Գամ տրամասեր էր, տրամաշորտ էր, Ալիևին փողերը առնելով ինքը գուրացավ եւ այլն, սիրելիներ, դքետ մի ըլլակ, զգացական մեկ անգամեն աբուշություն մի կրեք այս ինտերնետներու վրա, խոհեմ եղեք, հասկացեք, ուրեմն, ես սեզի ասեմ, թե մեր թշնամին չի կնանար, Քունը գործընծուց 30 տարի առաջ, երբ որ Արցախը մենք ետ վերցուցինք, հայացուցինք Արցախը, Հայդար Ալիևը կամ Հեյդար Ալիևը եւ հիմա իր Լագոդը Ալիևը գործընծուցին իրենց քունը եւ 1001 ճամփաներ կուզեն գտնեն, որբեսի գարենան
մեզ ոչ թե միայն ճզմեն, այլ մեզ բադմութենեն հերացնեն, բադմութենեն մաքրեն։ Այդ իսկ պատճառով, որ մենք, ես միշտ գլսեի իմ հայրենագիցներում, վայ, Ստեփան մի մտածեր, ազերին ոչ խար է, ոչ խելք ունի, ոչ շնորհք ունի, սիրելիներ, 30 տարի այդ մենք այդ սուդը մեզի գլեցուցինք, ոչ սիրելիներ, ազերին ոչ խար չէ, ազերին մեզ մե ավելի շատ խելացի է քաղաքագիտության մեջ, եւ ասեմ թե ինչու ես։ 2003 թվականին Heydar Aliyev Foundation հիմնեցին։ Հիմնելու եւ նախագահը դարձավ Մեհրաբան Ալիևան։ Ես նորին ասեմ ցեզի հիշեցման կարգով ոչ լևոնական եմ, ոչ սերժական եմ, ոչ ռոբերտական եմ, ոչ նիկոլական եմ։ Քիծած եղեք։ Իմ վրա բիդակ մի տնեք։ Ես հայ քրիստոնյա եմ։ Կասկնեք։ Ես հայ քրիստոնյա եմ, ոչ նիկոլական եմ։ Նիկոլը սխալն է, գսեմ սխալ է։ Այս AMGA, այստեղ սրբավայր է սիրելիներ։ Այստեղ մենք միայն ճշմարտությունը կխոսենք։ Ով որ սխալ կորձն է, մենք ճակատին կզարնենք։ So անորոման մի բիդակավորեք ինձ։ Երբ որ ասինչ ղեկավարի գինը կամ այդ ինչ ղեկավարի գինը կորձունեությունը ցերնարգեց, բիդակավորեցինք անպայման։ Լարիթա Սարգսյանը, չեմ գիտեր եւ այն, անունները հիմա կարևոր չէ։ Իսկ այնտեղ 2003-2004 թվականին Heydar Aliyev անվանդակ, Foundation-ի անվանդակ համաշխարհային ֆոնդը ստեղծվեցավ բարեգործական, ոչ շահութաբեր, Trump լվալու, offshore Trump ուղարկելու, legally Trump ուղարկելու կորձիկ հիմնվեցավ։ Եվ երբ որ գիտեն թե իրենք ուր գտիրախավորեն, ուր հայկական, պրո-հայկական աշխարհում կա, հոն գտիրախավորեն։ Գուքան օրինակ, Վատիկան, եւ գսեն, մենք Բաքուի մեջ 18-րդ, 19-րդ դարու եկեղեցի ունենք, ծեր եկեղեցին է, ճիշտ է մենք մահմեդական ենք, բայց մենք կհարգենք քրիստոնեությունը, ինչով օգնենք ցեզի, իրենք ասեմ գիտես, հին եկեղեցի է, գիսափուլ է եւ այն, Թրամփ պետք է սիրով, մենք ծովեն արդեն, բան նավթի Թրամփ լեցուն ունենք, քանի գուզեք, 3 միլիոն, հրամեցեք, եւ այդպես նվիրատվություն գնեն, մարդը գսե, վաու, աս մարդը, բրավո, ուրեմն քրիստոնյաներուն կօգնի։ Երկրորդ, կուքա գմտնե օրինակի համար, Վատիկանի մեջ ցերակիր կա, գիսապան փշրված, նորոգություն պետք է, սիրով, ինչքան պետք է, 5 միլիոն, հրամեցեք, մենք Heydar Aliyevի բանով, Թրամով, մենք ծեր սրբությունները կպահենք։ Այո, ադոր թիմացը, իրենք գսեն, եկուր, մենք շնորհակալություն կհայտնենք քեզի, որթուն մեր ցերակիրը նորոգեցիր, մեր եկեղեցին նորոգեցիր եւ այն։ Հապա ուր մնաց Արցախի ժողովուրդը, մենք առաջին հայ քրիստոնյաները, մերի ժողովուրդ, նախտուն քեզի հարկե, որ ուրիշը քեզի հարկե։ Եվ որ դու քեզ չես հարկեր, քու հողի դեր չես կանգնիր, այդ հողը որ պետք է ամբողջ հայությամբ լեցվեր, դու բիզնես սարքեցիր, ոսկի հանքերը արիր, offshore, այս կողմ ենգոն բալատներ սարքեցիր, ով մեղք է, Շուն թուրքը մեղք է, Շուն Ալիևը մեղք է, քո հանցակներուդ համար սիրելիս։ Եվ նորից կսեմ, ես ոչ ասկողմեն եմ, ոչ անգողմեն եմ, ես հայ քրիստոնյա եմ, աչքերնիդ բացեք սիրելիներ, դեսեք ինչպիսի
գեղդոտ քաղաքականություն կգաշխատի կկործադրե մեր թշնամին օդարներու աչքերուն թոզ կտապե ոսկեչուր կցանե իրեն սուրբասուրբ կհամարի եւ մատի կծապահարեն իրենց աշխատանքի համար բարձ միջանկյալ մի բան ասեմ ձեզի ագանադես եղած եմ ու վշտացած եմ խորաբես հոգիս նաղացած եմ 2015 թվականին մեր 100-ամյակին Վենեդիգի մեջ հայերը հաղթեցին ոսկյա արյուծը եւ Սան Մարկոյեն վապորետո այսինքն այդ նավի ավտոբուսով Սան Մարկոյեն գերտային Սուրբ Ղազար դու գիտեք ինչերին թուրքերը դու գիտեք ինչերին ազերիները ամեն մեկ ճամփորդ որ պիտի Սան Մարկոյեն երթար մտներ Սուրբ Ղազար այդ Սուրբ Կղզին ճամփան քանի 3 հատ գլխավոր մուզեումներուն նվիրատվություն ունին Հեյդար Ալիևի անունով եւ մարդիկ հսկայական Հեյդար Ալիև exhibition museum սելով եկեղեցիներուն ճակատներուն կսեցին եւ ամեն մեկ օդար կամ հայ որ գուքար վապորետը կսան թեպի Սուրբ Ղազար այդ շուն ազերիներուն պրոպագանդան կդեսներ դեսեք թե ինչքան այդ ծեր ոչխար գարձված թշնամին ինչքան խելացի կաշխատի իր շահին համար այո սիրելիներ պիտի խնդրեմ ասկե հետո որ այլևս ով որ աբուշպան մկրեց պիտի հերացնեմ իմ ցանցեն կարդացեք սովորեք իմացեք արթունգեցեք ինչպես Հիսուսը ասավ իր աշակերտներուն Քեթսեմանի բարտեզի մեջ 2-3 օր առաջ մենք ավակինք շաբթի օրը 7 հատ ավետարան կարդացինք 7 հատին մեջ ալ Հիսուս իր աշակերտներուն ասավ արթունգեցեք եւ աղոթեցեք որբեսի չինակ փորձության մեջ իսկ մենք վաղուց արդեն քնած ենք ժողովուրդ վաղուց արդեն մեր այս անձնասիրության էգոիզմի իմը քուգդը իմս անորը իմը ասելով անձնասիրության այդ խեղճ 5000 երիտասարդները որոնք այսօր գննչեն երապլուրին մեջ իմ կարոնալ մեջը սիրելիներ իրենց արյունը գփողոքե այս ծեր անդարտերության ծեր անձնասիրության ծեր աբուշության վրա հերիք է այլևս հայրենասիրությունը վաճառական չէ հայրենասիրությունը արուձախ չէ պիտի սիրես հայրենիքդ ամբողջ սրտովդ ամբողջ հոգովդ ամբողջ մարմնովդ ամբողջ մտքովդ ինչպես կսիրես քո Աստվածը Աստուծուց հետո քո հայրենիքն է սիրելիներ եթե դու գրնաս քո հայրենիքդ այսպես սիրել ուրեմն դու ճիշտ հայ ես եթե չէ անունդ փոխե թուրք եղիր ամոթ այլևս նեղմիտ այս դուփեն դուրս ելենք եւ իսկապես հայելանք հոգվով սրտով մտքով հայելանք չմտածենք դրամ ավտո ունենանք աս ունենանք ան ունենանք հետո ինչ պիտի դանենք ծեր հետը ոչ մեկը երկինքը Պետրոս Արաքյալը որ ներս պիտի մտնես սիրելիս Լուի Վիտան կամ Շանել բայսագդ քեզի պիտի ցկե որ հետը տանիս կամ Բենտլիդ կամ Լամբորգինիդ կամ Ֆերարիդ որոնք շատ լեցուն են հիմա գլենդելի փողոցներում մեջ անոնց ոչ մեկը չպիտի գրնաս հետը տանի ամեն հոտ պիտի ցկես մեր եկար մեր գալ պիտի երթաս ուրեմն եզրափակելով կներեք
ես գիտեմ վաղարավոտ արդեն 1000 հոգի գկրեր Ստեփան ինչու նեղված է իր շատ խիստ խոսեցար այո որովհետև այն աշակերտը որ բուտ է եւ շատակեր պետք է խիստ խոսիլ եւ շատ իմ ազգի մեջ իմ հայ ժողովրդի մեջ շատ շատակեր եւ բուտ մարդիկ կան դրա համար ես պետք է խիստ խոսիմ եւ ասեմ ցեզի այլևս ես այսպես պետք է խիստ խոսիմ որ դուք հասկանաք ուրեմն սիրելիներ չմոռնաք լավ ծրագիրներ ունենք ապրիլյան ծրագիրներ ունենք մեր քաղաքներս բոլորս միասնապար մասնակցենք եւ ես ցեզի հիշեցնեմ ցեզի սիրելիներ մենք մեզ ոչ մեկից չենք կերատասում բայց մեզ գիտենք որ հայ են ասում եւ ինչու պիտի չհբարդանանք գանք պիտի լինենք ուտեր շադանանք շնորհակալություն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ Առավոտյան ժամը 10-ին Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հոգևոր արարողություն եւ ծաղիկների խոնարհում Երեկոյան ժամը 5:30-ին արդարության պահանջ համայնքային հանրահավաք Կլենդելի քաղաքապետարանի դիմաց եւ ժամը 7-ին դիտեք Armenian Genocide Committee հատուկ թողարկումը